Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, նախագծով առաջարկում ենք փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում, մասնավորապես ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման մասով սահմանում ենք, որ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների մոտ կձևավորվի մշտական հաստատություն։ Միաժամանակ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների վարձուց աշխատողների տարածքում կատարված աշխատանքների մատուցված ծառայությունների դիմաց վճարված եկամուտները կհամարվեն աղբյուրներից ստացվող եկամուտներ եւ կհարկվեն Հայաստանի Հանրապետությունում։ Նախագծով առաջարկում ենք նաեւ պարզեցնել եւ ավտոմատացնել հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման գործընթացը։ Հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին դիմումը հարկ վճարող հարկային մարմին կներկայացնի էլեկտրոնային եղանակով, որի հիման վրա հարկային մարմինը էլեկտրոնային եղանակով կդրամադրի հարկային ռեզիդենտ համարվող տեղեկանքը։ Ռեզիդենցիան տեղեկանքը հաստատված է լինելու էլեկտրոնային հսկիչ ծածկագրով եւ QR կոդով, որը հարկ վճարողները հնարավորություն կունենան ստուգել ՊԵԿ կայքի միջոցով։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փոփոխություններ են կատարվել, մասնավորապես հաշվի առնելով, որ ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության նպաստները 2025 թվականի սեպտեմբերի 1-ից վճարվելու են միասնական սոցիալական ծառայության կողմից, հարկային օրենսգրքի 154 հոդվածում համապատասխան փոփոխություններ են կատարվել, որ եկամտային հարկից այլևս չեն նվազեցվի։ Դերևս այսքանը, մնացած փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում, խնդրում եմ հաստատել։